Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի հուլիս ամսվա կանխատեսումների մասին, որոնք իհարկե վերաբերում են մեր շատ սիրելի ակտիվ օդի նշանի ներկայացուցիչներին։ Սիրելիները, սակայն մինչև հոլովակին անդրադառնալը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվել իմ ալիքին, եթե դա դեռ չեք կատարել, եւ կիսվեք իմ հոլովակներով ձեր ընկերների, մտերիմների հետ, եթե դրանք օգտակար եւ տեղեկատվական եք համարում։ Դե ինչ, բոլոր նշանների համար էլ կարելի ասել, որ հուլիս ամիսը բավականին դինամիկ մի փոքր էլ լարված է անցնելու։ Եվ բացի դրանից այստեղ մենք պատրաստվելու ենք օգոստոսյան խավարումներին, եւ առաջին խավարումը բնականաբար կունենանք արդեն օգոստոսի 12-ին, սիրելիներս, այս մասին ունեմ հանգամանալից հոլովակ, ուրեմն հղումը կթողնեմ այս հոլովակի ներքո, եթե դեռ չեք դիտել, կարող եք այն տեսնել եւ հասկանալ, թե այդ խավարումը ինչ փոփոխություններ կբերի ձեր կյանք։ Դե ինչ, գնացինք առաջին նշանը, մեր օդի ներկայացուցիչներից իհարկե մեր շատ սիրելի երկորյակներն են։ Սիրելիներս, ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին հետընթաց է։ Եվ հիշում ենք արդեն հունիսի 29-ից Մերկուրին հետընթաց է ընդհուպ մինչև հուլիսի 23-ը, եւ Մերկուրին հետընթաց է ձեր երկրորդ ֆինանսների ոլորտում։ Սիրելիներս, սա խոսում է այն մասին, որ ֆինանսական հարցերում պետք է շատ զգույշ լինել, որպեսզի գումար չկորցնեք, որովհետև երբ Մերկուրին հետընթաց է, դա նշանակում է, որ մեր ուղեղը այնքան էլ լավ չի աշխատում, մենք մոռացկոտ ենք դառնում, մենք կորցնում ենք մեր իրերը, եւ ինչու՞ չէ, նաեւ եթե ֆինանսական ինչ-որ հարցեր ենք լուծում, առևտուր ենք անում, ինչ-որ բան ենք վաճառում, այստեղ մենք ուշադիր չենք լինում եւ գումարային խնդիրներ ենք ունենում։ Դե ինչ, գնացինք հուլիսի 4-ին, սիրելի երկորյակներ, Մարս մոլորակը լինելով ձեր առաջին ոլորտում միանում է անկանխատեսելի Ուրան մոլորակին։ Սիրելիներս, Ուրանը արդեն ձեր առաջին ոլորտում է եւ արդեն շատ երկորյակներ, որոնք ծնվել են նշանի ամենասկզբում, հաստատ արդեն զգացել են Ուրանի ազդեցությունը իրենց կյանքի վրա։ Եվ հուլիսի 4-ին Մարսի Ուրանի միությունը բերում է մի կարելի ասել անկառավարելի էներգիա երկորյակների կյանքում։ Այստեղ կարող են լինել ինչ-որ անակնկալ իրավիճակներ, որոնք դուք պետք է լուծեք հենց նույն օրը։ Եվ սիրելի երկորյակներ, ես ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես, քանի Մարսը ձեր առաջին ոլորտում է, իսկ Մարսը ակտիվություն եւ ինչու՞ չէ նաեւ ագրեսիվություն է բերում, այստեղ փորձեք մի փոքր զսպել ձեր խոսքը, որովհետեւ կարող եք անընդհատ ամբողջ ամսվա ընթացքում հայտնվել տհաճ կոնֆլիկտային իրավիճակների մեջ։ Մարսն է դա ձեզ դրդում այդպես անել։ Հուլիսի 5-ին Մարսի եւ Պլուտոնի միջև ունենք շատ լավ ասպեկտացիա, տրին ասպեկտ ունենք, Պլուտոնը ձեր 9-րդ ոլորտում է, նշանակում է այն հարցերը, որոնք կապված են ուսումնական հարցերի հետ, դատական խնդիրների հետ, փաստաթղթային հարցերի հետ, օտար երկիր մեկնելու ծրագրերի հետ, վիզաների հետ, պետական հաստատություններ, այցերի հետ, դրանք շատ լավ կարող են ստացվել հուլիսի 5-ին։ Ամսի 9-ին Վեներա մոլորակը մուտք է գործում ձեր 4-րդ ոլորտ, սիրելի երկորյակներ, երբ Վեներան 4-րդ ոլորտում է, կարելի ասել տանը ուրախություն է տիրում։ Սակայն Վեներան այստեղ մի փոքր լարվածություններ ունի, արդեն ամսի 13-ին այն Ուրան մոլորակի հետ գտնվում է լարված քռանկյան մեջ, ինչը նշանակում է, որ տանը կարող են լինել տհաճ կոնֆլիկտային իրավիճակներ, որ հնարավոր է, ասենք ամսի 13-ի համար դուք ունեք ինչ-որ կարևոր իրադարձություն եւ այդ իրադարձության ժամանակ ինչ-որ տհաճ անակնկալ լինի, չէ՞ որ Ուրանը անակնկալների մոլորակն է եւ այն ձեր առաջին ոլորտում է եւ նշանակում է, որ այդ անակնկալները կարող եք հենց դուք ինքներդ էլ առաջացնել տան անդամների համար իհարկե։ Ամսի 14-ին նորալուսին է տեղի ունենում ձեր երկրորդ ոլորտում։ Տեսնում եք, թե երկրորդ ոլորտը որքան ակտիվ է այստեղ, նշանակում է այստեղ եւ արևն է, եւ Մերկուրին է հետընթաց, եւ նաեւ նորալուսին է տեղի ունենում։ Երկորյակների ուշք ու միտքը հուլիս ամսվա ընթացքում գումար աշխատելն է լինելու։ Սիրելիներս, այս նորալուսինը կարող է բերել ձեզ համար հնարավորություններ, նոր աշխատանքի անցնելու, նոր եկամուտներ ունենալու, միգուցե այստեղ
Տեսեք, եթե դուք օրինակ ձայնի հետ կապված ինչ-որ աշխատանք եք իրականացնում, ասենք հաղորդավար եք, ասենք երգում եք, ուրեմն տեսեք, այս նորալուսինը ձեզ համար նույնպես կբերի նոր հնարավորություններ։ Ամսի 18-ին նույնպես ունենք շատ լավ ասպեկտացիա, այստեղ Ուրանի և Պլուտոնի միջև է ստեղծվում, սիրելիներս, Ուրանը առաջին ոլորտում է, Պլուտոնը նշեցի 9-րդ ոլորտում է։ Ուրեմն տեսեք, այս երկուսը հանդիսանում են դանդաղ մոլորակներ, քանի որ նրանք ուրեմն բարձր մոլորակներ են եւ նրանք շատ դանդաղ են շարժվում։ Եվ նշանակում է այս ասպեկտացիան մինչև ամսվա վերջ պահպանվելու է եւ շատ երկվորյակների համար այս ասպեկտացիան կարող է բացել նոր դռներ օտար երկիր գնալու, վիզա ստանալու, դատական հարցերը շատ հաջող լուծելու, ճամփորդելու, ինչու՞ չէ օտար լեզու սովորելու, կամ ինչու՞ չէ նաև դասավանդելու։ Ուրեմն տեսեք, ամսի 18-ից սկսվում է Ուրանի եւ Պլուտոնի այս լավ ասպեկտացիան, որը արդեն ձեր կյանքում պետք է բերի դրական փոփոխություններ։ Սակայն այստեղ մի փոքրիկ լարվածություն ենք ունենալու ամսի 20-ին, քանի որ Յուպիտեր մոլորակը, հիշում ենք, ուրեմն հունիսի 30-ից մուտք է գործել ձեր 3-րդ ոլորտ եւ արդեն ամսի 20-ին ընդդիմություն է կազմում Պլուտոնի հետ։ Սիրելի երկորյակներ, ամսի 20-ին հիշում ենք, որ փաստաթղթային հարցերը միայն այդ օրը կարող են չստացվել եւ նաեւ 20-ին 21-ին պետք չէ ճանապարհ գնալ կամ ասենք, եթե գնալու եք հաստատ, չեք կարող օրը փոխել, ուրեմն շատ ուշադիր եղեք մեքենայի անսարքություններին, որտեղ այստեղ վթարային իրավիճակներ կարող են աշխատել։ Ամսի 23-ից Մերկուրի մոլորակը դե ինչ սկսում է շարժվել առաջ եւ թվում է, թե երկորյակների շունչը բացվում է, որովհետեւ երբ Մերկուրին հետ ընթացեր մինչ այդ, ուրեմն չենք կողմնորոշում, սա ենք ուզում գնել, թե նա ենք ուզում գնել, այս աշխատանքն է մեզ հարմար, թե մյուս աշխատանքն է մեզ հարմար, իդեպ երկորյակները շատ հաճախակի են ընկնում երկընտրանքի մեջ եւ արդյունքում նրանք տուժում են հենց այդ բնավորության պատճառով, ես ինքս ականատես եմ եղել դրան եւ տեսեք արդեն ամսի 23-ից հետո երբ Մերկուրին առաջ շարժվի, նշանակում է կարելի է ցանկացած գործարք իրականացնել։ Սակայն ես հիշեցնեմ, որ օգոստոսը մեզ մոտ խավարումների ամիս է եւ նշանակում է, եթե ունեք կարևոր գործեր, կարևոր հարցեր, ինչ որ մեծ գույքի առք ու վաճառք, ֆինանսական գործարքներ, բանկային հարցեր, այդ ամենը կատարեք հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 10-ը, որպեսզի դրանք ձախողման չենթարկվեն։ Եվ սիրելիներս, ամիսը վերջանում է ամսի 29-ի լիալուսնով, իհարկե այսօրը այլ ասպեկտացիաներ նույնպես ունենք, սակայն այս լիալուսինը ամսի 29-ին տեղի է ունենում 9-րդ ոլորտում։ Սա նշանակում է, որ ինչ-որ մի հարց կապված օտար երկրացու հետ, կապված դատական ինչ-որ խնդրի հետ, կապված փաստաթղթային հարցերի հետ, կապված ուսումնական ծրագրերի հետ, այդ հարցը այստեղ պետք է ավարտվի։ Լիալուսինը միշտ վերջակետ է դնում ինչ-որ հարցերի, որոնք վերաբերում են տվյալ ոլորտին, որտեղ լիալուսինը տեղի է ունենում։ Եվ նշանակում է, այս թեման ձեր կյանքից կարող է արդեն դուրս գալ, օրինակ, մինչ այդ սովորում եք, վերջ հուլիսի 29-ին արդեն ավարտում եք ձեր ուսումնական դասընթացը կամ քննությունները հանձնեցիք, վերջ արդեն կարող եք հանգստանալ, կամ երկար ձգձգվող դատական խնդիր կար, այստեղ այս լիալուսինը վերջակետ է դնում այդ խնդրին, այն լուծվում է ի վերջո, կամ ասենք վիզա եք ցանկանում ստանալ, վերջ արդեն այդ վիզան ստանում եք եւ արդեն կարող եք ճամփորդել։ Սակայն հենց նույն օրը ամսի 29-ին մենք ունենք Յուպիտերի եւ Արևի միությունը ձեր 3-րդ ոլորտում։ Սիրելի երկորյակներ, Յուպիտերը եւ Արևը տարին մեկ անգամ հանդիպում են, բայց դա լինում է տարբեր ոլորտներում։ Բացատրեմ թե ինչու։
Յուպիտեր մոլորակը սովորաբար 1 տարի է գտնվում որևիցե նշանի ներքո և նշանակում է այն նույն նշանի ներքո հայտնվում է 12 տարին մեկ անգամ, նշանակում է վերջին անգամ Յուպիտերը երրորդ ոլորտում եղել է 12 տարի առաջ, մասնավորապես 2014 թվականին և այն կլինի կրկին երրորդ ոլորտում և արևի հետ կմիանա 12 տարի հետո, նշանակում է այս միությունը ունի 12 տարվա ցիկլ և եթե ամսի 29-ին ինչ-որ կարևոր հարց, ինչ-որ մի բան կապված, օրինակ ասենք ճամփորդությունների հետ, կապված եղբոր կամ քրոջ ընտանիքի հետ, կապված օրինակ փաստաթղթային ինչ-որ հարցերի հետ, հաճախորդների հետ, հարևանների հետ, ինչու՞ չէ ձեր ավտոմեքենայի հետ, ասենք այդ հարցը տեսեք ձեզ համար ձգձգվելու է ոչ թե վատ իմաստով, այլ այն ձեր կյանքում արդի է լինելու 12 տարի շարունակ, այսինքն ենթադրենք դուք հիմա մեքենա եք գնում ամսի 29-ին կամ օրինակ ասենք ամսի 30-ին, այս ասպեկտացիան դեռևս պահպանվում է ամսի 30-ին, այդ մեքենան առնվազն 12 տարի դուք վարելու եք, եթե ուզենաք էլ այն վաճառել, չեք կարողանալու վաճառել։ Եվ նույն օրը վերջին ասպեկտացիան, խոսենք Վեներայի Մարսի լարված քառանկյունից, սիրելիներս, ամսի 29-ին նաև կարող է որոշակի լարվածություն լինել ձեր տանը, ես նշեցի Մարսը ձեր առաջին ոլորտում է, իսկ Վեներան 4-րդ ոլորտում է տանն է, և այստեղ կրկին ունենք ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ, որը կարող է հենց առաջանալ ձեզանից։ Դե ինձ սիրելի երկորյակներ, այսքանը ձեր հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ օդի նշանի ներկայացուցիչներին, մեր շատ սիրելի համեստ կշեռքներին։ Սիրելի կշեռքներ, ձեզ համար շատ կարևոր ամիս է, որովհետև այստեղ հիմնական հարցը դրված է կարիերայի պաշտոնի ամուսնական կարգավիճակի վրա։ Մերկուրին այստեղ հետընթաց է հենց 10-րդ ոլորտում և այստեղ ունենալու ենք ամսվա կեսին նորալուսին հենց 10-րդ ոլորտում։ Եվ սկսենք ամենասկզբից, հուլիսի 4-ին Մարսը և Ուրանը միանում են ձեր 9-րդ ոլորտում, ինչը բերում է ինչ-որ անկանխատեսելի, ինչ-որ անակնկալ իրավիճակ կապված օտար երկրի հետ, կապված ուրեմն դասավանդելու ծրագրերի հետ, միգուցե կապված օտար երկիր մեկնելու կամ ինչ-որ դատական հարցերի հետ, շատ հավանական է, որ հուլիսի 4-ին, ասենք ունեք դատական ինչ-որ խնդիր ցկցկվող, այստեղ շատ անակնկալ կերպով լուծվի ի օգուտ ձեզ։ Ամսի 5-ին Մարսի և Պլուտոնի միջև է ձևավորվում տրին ասպեկտ, տեսեք Պլուտոնը ձեր 5-րդ ոլորտում է, Մարսը 9-րդ ոլորտում է, սա շքեղ ասպեկտ է, երկուսն էլ ագրեսոր մոլորակներ են, սակայն երբ նրանք այսպիսի ասպեկտացիայի մեջ են, նրանք մեզ հաղորդում են միայն ուժ և էներգիա։ Եվ տեսեք այն հարցերը, որոնք կապված են միգուցե ստեղծագործական աշխատանքի հետ, միգուցե երեխաների թեմայի հետ, միգուցե այստեղ սիրած էակի հետ և ինչու չէ նաև ճամփորդելու հետ, այդ բոլոր հարցերը ստացվելու են հուլիսի 5-ին։ Սակայն ամսի 6-ին արդեն ունենք լարվածություն, լարվածությունը արևի և Սատուրնի միջև է։ Սիրելի կշեռքներ, փետրվարի 14-ից Սատուրնը մուտք է գործել ձեր 7-րդ ոլորտ և այստեղ ակտիվացել են ձեր թշնամիները։ Սա նշանակում է, որ ամսի 6-ին արդեն դուք կզգաք այդպիսի մի ինչ-որ թեմա, հնարավոր է աշխատավայրում, հնարավոր է ինչ-որ հաճախորդի հետ կապված, այսպիսի կոնֆլիկտային իրավիճակի մեջ հայտնվեք։ Ամսի 9-ից Վեներան մոլորակը տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ։ Մինչև ամսի 9-ը, երբ Վեներան 11-րդ ոլորտում էր, կշեռքները իրեն շատ լավ էին զգում, թեթև էին զգում, շփվում էին շատ, սակայն ամսի 9-ից, երբ Վեներան տեղափոխվում է 12-րդ ոլորտ, սա նշեմ փակ ոլորտ է, այստեղ դուք դառնում եք ինքնամփոփ։ Եվ բացի դրանից, Վեներան 12-րդ ոլորտից այստեղ լարվածություններ է ստեղծում այլ մոլորակների նկատմամբ և նշանակում է արդեն ամսի 9-ից սկսած մի փոքր ձեր տրամադրությունը, ձեր ինքնազգացողությունը, ձեր նյարդային համակարգը հնարավոր է, որ այնքան էլ լավ վիճակում չլինեն։ Խնայեք ձեզ։ Ամսի 11-ին արդեն ունենք Վեներայի հյուսային կետի ընդդիմությունը։
հյուսային կետը ձեր 6-րդ ոլորտում է, Վեներան 12-րդ ոլորտում է, սա կարող է խոսել վատ ինքնազգացողության մասին, վատ առողջական վիճակի մասին, այսօրը կարող եք ունենալ գլխացավ, այսօրը կարող եք ունենալ բարձր արյան ճնշում, կամ հնարավոր է պարզապես ինչ-որ նյարդային իրավիճակ լինի ձեզ մոտ։ Ամսի 13-ին արդեն ունենք Վեներայի Ուրանի լարված քառանկյունը, տեսնում եք Վեներան իրեն այստեղ այնքան էլ լավ չի պահում։ Վեներայի Ուրանի լարված քառանկյունը կբերի անակնկալ ինչ-որ իրավիճակ, օրինակ ցանկանում եք ճանապարհ գնալ, չի ստացվում, կամ գնում եք ճանապարհին մեքենան փչանում է, կամ այստեղ ինչ-որ փաստաթղթային կարևոր հարց կար, որ պետք է լուծվեր մոտակա օրերին, ամսի 13-ին իմանում եք, որ այդ հարցը շատ անակնկալ կերպով չի լուծվելու, չի ստացվելու, այսինքն այստեղ ինչ-որ տհաճ այսպիսի անակնկալ իրավիճակներ են լինելու։ Ամսի 14-ին ունենք նորալուսին ձեր 10-րդ ոլորտում, դե ինչ, երբ նորալուսին է այսքան կարևոր ոլորտում, սա նշանակում է, որ նորություններ են սպասվում աշխատանքում, կարիերայում, 10-րդ ոլորտը սա մեր անուն հեղինակությունն է, ամսի 14-ից հետո ձեր մասին մարդիկ կսկսեն խոսել, որ դուք այսինչ բանին եք հասել, որ դուք այսինչ տեղում եք աշխատում, որ դուք շատ եք գեղեցկացել, ինչու՞ չէ նաև կբամբասեն։ Սակայն այս նորալուսինը նաև կբերի հնարավորություն միայնակ կշեռքներին շատ կարևոր հարաբերություններ սկսելու, այսինքն, որոնք կտանեն ավելի լուրջ ամուսնական կարգավիճակի։ Ամսի 18-ին ունենք շատ լավ ասպեկտացիա եւ այս ասպեկտացիան մինչեւ ամսվա վերջ պահպանվելու է, սիրելի կշեռքներ, օգտագործեք այս ասպեկտացիան առավելագույնս, եթե ունեք հարցեր, տեսեք Ուրանն է կրկին այս ասպեկտացիայի մասնակիցը, ձեր 9-րդ ոլորտում է, եթե ունեք քննություններ, եթե ունեք դատական հարցեր, եթե ունեք ճամփորդելու ծրագրեր, ուրեմն տեսեք ամսի 18-ը հոյակապ օր է այս հարցերը լուծելու համար։ Եվ նաև, եթե դուք ունեք երեխա, ապա ամսի 18-ին հնարավոր է, ասենք ձեր երեխան ինչ-որ լավ բանի հասնի, ինչ-որ մրցույթի մասնակցի եւ դուք հպարտանաք նրանով։ Ամսի 20-ին ունենք լարվածություն Յուպիտերի եւ Պլուտոնի միջև, սիրելիներս, Յուպիտերը 11-րդ ոլորտում է, հունիսի 30-ից է մուտք գործել այստեղ եւ նշանակում է այս երկու հսկա մոլորակների ընդդիմությունը կարող է բերել խնդիրներ կապված ընկերական շրջապատի հետ, կապված օնլայն հարթակի հետ, կապված սիրած էակի հետ։ Ամսի 23-ին Մերկուրի մոլորակը արդեն սկսում է առաջ շարժվել, դե ինչ, վերջապես ազատվում եք հետընթաց Մերկուրի առաջացրած քաոսից, քանի որ մինչ այդ ինչ խոսում էինք, ոչ ոք մեզ չէր հասկանում, ինչ որ բառ էինք ուզում ասել, սխալ էինք ասում այդ բառը, կամ մարդկանց էլ էինք սկսել սխալ հասկանալ։ Իսկ ամսի 23-ից արդեն այդ ամենը սկսում է աստիճանաբար ընկնել իր տեղը։ Սակայն սիրելիներս նշեմ, որ ամսի 23-ից երբ Մերկուրին առաջընթաց կլինի, այստեղ իհարկե ցանկացած գործարք, արդեն ցանկացած նոր գործ կարելի է սկսել, բայց այդ ամենը անելու ենք կրկին ինչ-որ կարճ ժամկետով, մինչև օգոստոսի 10-ը, որովհետև օգոստոսի 12-ին ունենալու ենք արևի խավարում, որի մասին ունեմ արդեն հանգամանալից հոլովակ։ Կդիտեք այն, եթե դեռ չեք դիտել։ Եվ ամսի 29-ի սիրելիներս լիալուսին է տեղի ունենում։ Այս լիալուսինը տեղի ունենում ձեր 5-րդ ոլորտում, նշանակում է ինչ-որ մի հարց, կապված միգուցե երեխաների հետ այստեղ ավարտվում է։ Ասենք հնարավոր է երեխայի եք սպասում եւ նա ծնվում է հուլիսի 29-ին կամ նրա մոտակա օրերին։ Կամ դուք հանգստանում եք, հանգստի եք մեկնել, վերադառնում եք արդեն աշխատանքի հուլիսի 20-ին, ավարտվում է ձեր հանգիստը 29-ին կամ նրա մոտակա օրերին։ Նաեւ այստեղ ինչ որ մի հարց, որը կար կապված օրինակ, ասենք ձեր ստեղծագործական աշխատանքի հետ, ենթադրենք դուք արվեստի ինչ որ ճյուղով եք զբաղվում, այստեղ նույնպես այդ հարցը կարող է ձեզ համար ավելի պարզ դառնալ։ Նույն օրը ամսի 29-ին Արևը եւ Յուպիտերը միանում են ձեր 11-րդ ոլորտում, սիրելիներս։ Արևը եւ Յուպիտերը տարին մեկ անգամ միանում են, բայց ամեն անգամ տարբեր ոլորտներում, որովհետեւ Յուպիտերը անընդհատ տարին մեկ անգամ փոխում է իր նշանը։ Եվ այս երկուսի միությունը 11-րդ ոլորտում բերում է ձեզ համար շատ հետաքրքիր, շատ դրական, ուրեմն իրավիճակ, որտեղ մարդիկ սկսում են ձեր մասին ակնածանքով խոսել, ձեր արած գործերի մասին խոսել, այստեղ հնարավոր է ասենք ինչ որ
լավ գործ եք կատարել եւ այստեղ ուրեմն տեսեք շատ կարեւոր մարդկանց հետ եք ծանոթանում, ինչու՞ չէ նաեւ ձեզ կարող են հրավիրել ինչ որ մարդկանց հետ տարբեր շփվելու կամ ասենք մեծ կոլեկտիվ եք մտնում աշխատանքի, այստեղ աշխատանքի հրավեր նույնպես կարող է լինել։ Եվ ամսի 29-ը նաև հնարավոր է, որ ընկերական շրջապատում, օրինակ, ասենք, ինչ-որ այդ շրջապատով ինչ-որ առիթի մասնակցեք եւ շատ լավ օր անցնի ձեզ համար։ Բայց այդ նույն օրը ունենք մի փոքր լարվածություն Վեներայի Մարսի միջև, սիրելիներս, իհարկե, Վեներան նշեցի իրեն շատ լավ չի պահում 12-րդ ոլորտում եւ ամիսը վերջանում է նրա լարվածությամբ, այստեղ կարող եք մի փոքր հիասթափություն ունենալ հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցիչից։ Դե ինձ սիրելիներս այսքան է մեր շատ սիրելի կշեռքների հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր օրիգինալ ինքնատիպ ջրհոսներին վերջին օդի նշանի ներկայացուցիչներին։ Սիրելի ջրհոսներ, հուլիսի 2-ին շատ հետաքրքիր ասպեկտացիա ունենք, որը մի փոքր լարվածություն է մտցնելու ձեր կյանք, այստեղ Մարսը հյուսիսային կետի հետ լարված ասպեկտացիայի մեջ է եւ ամիսը սկսվում է որոշակի լարվածությամբ, որը կարող է կապված լինել կամ ֆինանսական ինչ-որ իրավիճակների հետ, կամ ձեր երեխաների հետ, եթե ունեք երեխա։ Ուրեմն տեսեք, այստեղ հուլիսի 2-ը կարող է ձեզ համար լարված անցնել։ Ամսի 4-ին անակնկալների օր է սպասվում, Մարսը եւ Ուրանը միանում են ձեր 5-րդ ոլորտում, անակնկալ ծանոթություն կարող է լինել, անակնկալ սիրահարվածություն կարող է լինել, օրինակ, ասենք, ենթադրենք դուք երեխայի եք սպասում եւ բացարձակ չէր համընկնում ամսաթիվը, որ նա այս օրերին պիտի ծնվի, սակայն հենց հուլիսի 4-ին է ծնվում ձեր փոքրիկը։ Նաեւ այստեղ ձեզ անակնկալ սիրո առաջարկություն կարող են անել կամ նաեւ շատ անակնկալ կերպով կորոշեք, որ պետք է մեկնեք հանգստի, վերջ, շատ եք աշխատել, հոգնել եք։ Ջրհոսների համար սա շատ սովորական երևույթ է, որովհետև նրանք սիրում են այսպիսի անակնկալ իրավիճակներ, չէ՞ որ Ուրան մոլորակը ձեր գլխավոր մոլորակն է եւ այն ձեզ հաղորդում է հենց այդ անկանխատեսելիությունը, այնպես որ Ուրանի անակնկալներին դուք սովոր եք։ Ամսի 5-ին Մարսի եւ Պլուտոնի միջև տեղի է ունենում տրին ասպեկտ, հոյակապ տրին ասպեկտ, սիրելի ջրհոսներ, Պլուտոնը ձեր առաջին ոլորտում է, նշանակում է ամսի 5-ը հոյակապ օր է ցանկացած գործարքի համար, ցանկացած իրավիճակի համար, կլինի դա անձնական հարթակի, կլինի դա առողջական հարց լուծելու, կլինի դա ֆինանսական հարց լուծելու, ամսի 5-ը հոյակապ օր է, սա մտապահեք։ Ամսի 9-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 8-րդ ֆինանսական դաշտ, սիրելիներս, քանի որ այստեղ Վեներան ամսվա մնացած մասը ունենալու է լարվածություններ, նշանակում է, սիրելի ջրհոսներ, ամսի 9-ից հետո շատ ուշադիր եղեք ձեր ֆինանսական վիճակներին, եթե դուք ունեք օրինակ բանկային ինչ-որ հարցեր, աշխատեք ժամանակին վճարումները կատարել, որպեսզի խնդիրների մեջ չհայտնվեք, եթե դուք ունեք պարտքեր, ապա այդ պարտքերը ժամանակին վերադարձրեք, կամ ասենք այս մարդկանց հետ ինչ-որ ֆինանսական գործարքի մեջ մտնելուց առաջ, ուրեմն փորձեք իրավիճակը լավ կշռադատել, չէ՞ որ Մերկուրի մոլորակը հետընթաց է այս պահին մինչև ամսի 23-ը եւ նշանակում է այնքան էլ սթափ չենք դատում մենք։ Ամսի 13-ին արդեն Վեներան ունի լարվածություն Ուրանի հետ 8-րդ եւ 5-րդ ոլորտների միջև է, նշանակում է այստեղ կարող է ինչ-որ ֆինանսական իրավիճակ ի հայտ գալ կապված ձեր երեխայի հետ կամ կարող է ֆինանսական խնդիրներ առաջանալ, օրինակ, ասենք, հանգստի եք ցանկանում մեկնել, սակայն ֆինանսները չեն ներում։ Ամսի 14-ին սիրելիներս ունենք նորալուսին։ Այս նորալուսինը տեղի է ունենում ձեր 6-րդ ոլորտում։ Սիրելի ջրհոսներ, Մերկուրի մոլորակը նույնպես հետընթաց է 6-րդ ոլորտում, սա նշանակում է ինչ որ մի բան կարող է լինել, ասենք, առողջության հետ կապված։ Ենթադրենք դուք մինչ այդ գանգատներ ունեք, ամսի 14-ից հետո որոշում եք, որ դուք պետք է գնաք բժշկի եւ հետազոտվեք։ Կամ ենթադրենք դուք օրինակ փոխել եք ձեր աշխատանքը, ձեր նախկին աշխատավայրից ձեզ զանգում են կրկին հետ են կանչում ձեր նախկին աշխատանքին։ Կամ այստեղ նորություններ կարող է լինել, ասենք նոր աշխատանքային գրաֆիկով կարող եք աշխատել, կամ ինչու՞ չէ շատ ջրհոսներ հնարավոր ամսի 14-ից հետո մտածեն ընտանիք, կենդանի պահելու մասին,
եւ զբաղվեն նրա խնամքով։ Ամսի 18-ին սիրելիներս կրկին ունենք շատ լավ ասպեկտացիա Ուրանի եւ Պլուտոնի միջև։ Սիրելիներս, այս երկու դանդաղ մոլորակները այնքան երկար են պահելու այս ասպեկտացիան, մինչև ամսվա վերջ ունենալու ենք, նշանակում է ամսի 18-ից սկսած կարելի է ցանկացած գործարք կատարել, հատկապես ջրհոսների համար Ուրան մոլորակը այստեղ շատ բարեհաջող դիրքում է, 5-րդ ոլորտում է եւ նշանակում է ամսի 18-ը հոյակապ օր է ցանկացած տեսակի գործունեության համար։ Իհարկե ամսի 20-ին արդեն ունենք որոշակի լարվածություն, ամսի 20-ը կբացառենք, կհանենք, որովհետեւ այստեղ մենք ունենք Յուպիտերի Պլուտոնի միջև ընդդիմություն, սիրելի ջրհոսներ, Յուպիտերը հունիսի 30-ից մուտք է գործել ձեր 7-րդ ոլորտ, եւ սա նշանակում է, որ ջրհոսների անձնական կյանքը ակտիվացել է, նրանց շրջապատում շատ մարդիկ են հայտնվել, որոնք ջրհոսներին դուր են գալիս։ Դե իհարկե, ջրհոսները միանգամից կարող են սիրահարվել միանգամից 5 հոգու, դա նորմալ է նրանց համար։ Եվ այստեղ Յուպիտերը ավելի է ակտիվացնում այդ իրավիճակը, սակայն ամսի 20-ին ունենք ընդդիմություն Յուպիտերի եւ Պլուտոնի միջև, ինչը նշանակում է, որ կարող է կոնֆլիկտային տհաճ իրավիճակ ստեղծվել ձեր եւ ձեր սիրածայակի միջև, ձեր եւ ձեր հաճախորդի միջև, ձեր եւ ձեր ընկերոջ միջև, մի խոսքով հասկացաք արդեն, ամսի 20-ը բացառում ենք որպես լավ օր։ Ամսի 23-ից սիրելիներս Մերկուրի մոլորակը առաջ է շարժվում։ Արդեն վերջ, կարելի է ասել, հետընթաց Մերկուրիի քաոսը ավարտվեց եւ նշանակում է ամսի 23-ից հետո ցանկացած գործունեություն կարելի է սկսել, ցանկացած գործարք կարելի է կատարել։ Սակայն չենք մոռանում, որ օգոստոսը խավարումների ամիս է եւ այնտեղ նույնպես կային հակացուցումներ, ես խավարումների մասին արդեն խոսել եմ առաջի խավարման մասին, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ուրեմն տեսեք, եթե դուք ինչ-որ կարևոր գործեր ունեք, որոնք ուզում եք սկսել, դրանք հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 10-ն եք անում, որովհետև նրանից հետո կրկին արգելվելու է այդ ամենը։ Ամսի 27-ին սիրելիներս ունենք այստեղ արևի Պլուտոնի ընդդիմությունը եւ սա կարող է վատ անդրադառնալ ձեր առողջության վրա։ Ամսի 27-ին շատ ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, արևը սովորաբար ներկայացնում է մեր առողջական կարգավիճակը։ Ամսի 29-ին ունենք լիալուսին, դե իհարկե ջրհոսի նշանի ներքո է տեղի ունենում այս լիալուսինը ձեր առաջին ոլորտում։ Սիրելի ջրհոսներ, շատ կարևոր հարց ձեր կյանքի համար, կլինի դա ձեր անձնական կյանքի, կլինի դա ձեր առողջական հարցը, կլինի դա ֆինանսական ինչ-որ հարց, այդ հարցը պետք է լուծվի ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին։ Սակայն հենց նույն օրը մենք ունենք արևի եւ Յուպիտերի միությունը, որը տեղի ունենում ձեր 7-րդ ոլորտում։ Յուպիտերը տարին մեկ անգամ փոխում է իր նշանը եւ նշանակում է արևի հետ ամեն տարի այն հանդիպում է, սակայն տարբեր ոլորտներում։ Այս անգամ 7-րդ ոլորտում, ինչը նշանակում է, որ ամսի 29-ը կարող է ջրհոսների համար շատ կարևոր, շատ ճակատագրական օր լինել, կապված կողքի մարդկանց հետ, կապված սիրածայակի հետ, օրինակ եթե դուք միայնակ եք, հնարավոր է, որ այստեղ հանդիպեք այն ձեր երազած իդեալին, ում հետ կցանկանայիք հետո շարունակել ձեր կյանքը։ Եվ այսօր ամսի 29-ին ունենք մի փոքր ֆինանսական լարվածություն, Վեներան ֆինանսների դաշտում է սիրելիներս, մի փոքր հնարավոր է նեղվեք ֆինանսական ինչ-որ հարցի շուրջ, սակայն այն արագ ուրեմն կազմալուծվող ասպեկտացիա է, նշանակում է երկար հետք չի թողնելու ձեզ վրա։ Դե ինչ սիրելիներս, այսքանը օդի նշանի ներկայացուցիչների հուլիս ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ